Նիկոլ Փաշինյանը եւս մի քանի ստատուս է գրում, ասում է ՍՍ-ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին, Սերժ Սարգսյանի մասին է խոսքը։ Հեչ չնեղվես, բանակցային պատմության առանցքային թղթեր են եղել 2019 թվականին, դասավորել եմ, հիմա սքան են անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ։ Արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում, որ զարթնես ԼՏՊ-ին ու ՌՔ-ին էլ խաբար արա։ Սա Հայաստանի Հանրապետության վարչապետի բառամթերքն է, որ հիմա ինքը օգտագործում է պատասխանելու Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին։ Ու կրկնում եմ, այստեղ պատասխանը մենք չենք ստանում, հակամարտությունը իրենց արանքում է գնում։ Իդեպ, եթե կրկնում եմ, նայեք Սերժ Սարգսյանի հարցազրույցը, խոշոր հաշվով դուք այնտեղ Նիկոլ Փաշինյանի հասնեի լուրջ մեղադրանք էլ չեք գտնի։ Մոտս ինչ որ պահի, երբ որ դիտում էի հարցազրույցը, տպավորությունը որ Սերժ Սարգսյանը այս ոդկասթը մտածել է տա եւ հանգամանալից ամեն ինչի մասին պատմի, որ ընդհակառակը արդարացնի Նիկոլ Փաշինյանին։ Այո, բազմաթիվ բաներ է ասում, որ խելքից դուրս է, ուզում ես հասկանաս ինչպես է հնարավոր առհասարակ նման մտքեր արտաբերել, հա։ Որ ասենք դպրոցներ չեն կառուցել, որտեղ ավելի ռազմավարական խնդիրներ են լուծել եւ այլն, ծախսեր են, որոնք տեղին չեն։ Չեմ հասկանում ինչպես են մեզ մանիպուլացրել, հա, վերջին 34 տարիների ընթացքում։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ նայում ես այդ ու նաեւ Նիկոլ Փաշինյանի պատասխաններին, հասկանում ես, որ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ չի նեղվել, ինչքան որ պիտի նեղվեր։ Կամ Սերժ Սարգսյանը ինչպես միշտ իր փայկես ճշմարտությունն է ասել, ամբողջը չբացահայտելով։ Ստացվում է, որ այն ինչ որ կա, ոչ մի կոնսպիրոլոգիա արանքում չկա, բարեկամներ, այն ինչ որ մենք տեսել ենք, դա է իրականություն։ Պարզապես այս բոլորի ասածները պիտի համադրենք ու հասկանանք, թե ոնց են այս բոլոր 4 իշխանությունները իրար հետ վերցրած մեզ մատի վրա ֆռռացրել։ Եվ այդ ֆռռացնելու արդյունքում բերել հասնել 2025 թվականին։ Երբ ինքը Նիկոլ Փաշինյանը համեմատելով այդ ու նաև 2025 թվականի սպառազինության մասով խոսում է, թե ինչքան միլիարդներ են ծախսվել այդ սպառազինության վրա։ Դե ամեն դեպքում նշեմ, որ ամեն ինչի ծախսերի հետ մեկտեղ նաև 14 միլիարդ դոլարի պարտք են կուտակել, պետական պարտք, որ բոլորի սուսերին են ըստաց, հա։ Այդ ամեն ինչի զատ դեռ զենքի մասին խոսելով Նիկոլ Փաշինյանը նաև ասում է ուշադրություն, մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ԼՏՊ-ին, ՌՔ-ին եւ ՍՍ-ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիների մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։ Համաձայն եմ, արդար չէ, առաջարկում է ձեզ Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար Հայաստանի քաղաքացիներին ցանկացած 50 հոգանոց խմբերի, ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիների մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները, ինչը պետք անել նման ձևաչափերի համար եւ իր էջում ներկայացնում է մեյլերը, բաները, որոնցով դուք կարող եք 50 հոգանոց խումբ հավաքել եւ գնալ ծանոթանալ գաղտնի սպառազինության։ Մենք պատկերացնում ենք հիմա մի բա Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերնախավը հավաքում են 50 հոգով նամակ է գրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ասում են այո մենք պատրաստ ենք գալ եւ իբրև քաղաքացիներ մի խմբով նայել թե ինչ սպառազինություններ եք դուք գնել Հայաստանի Հանրապետության բանակի համար։ Սա տրագիկոմեդիա է, բարեկամներ։ Ամենայն ազնվությամբ եմ ասում, ու այս տրագիկոմեդիան, ներքին քաղաքական տրագիկոմեդիան տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում պարադ է անցկացվում։ Եվ խոշոր հաշվով Էրդողանն էլ, Ալիևն էլ բացահայտում են, թե որն էր իրական պատճառը սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ գրավել այդ տարածք։ Էրդողանը Բաքվում պարադի արդյունքներով հայտարարել է, որ հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը Ասիայում եւ Եվրոպայում։ Տեսեք ինչ նշանակություն է տալիս Արցախի կորստին։ Այս մասին Ադրբեջանում հաղթանակի պարադի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան այդ հաղթանակը դիտարկում է ոչ թե որպես վերջնական նպատակ, ուշադիր, այլ որպես Կովկասում խաղաղության ճանապարհի սկիզբ, մեջբերեմ։ Մենք չափազանց լավատես ենք կայուն խաղաղության հարցում, այդ ուղղությամբ Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերն արժանի են հավանության։ Մենք հետևում ենք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին։ Ըստ էության ասելով, որ Նիկոլ Փաշինյանը պիտի շարունակի այդ քայլերը իրականացնել։ Եվ այո, Անկարայից կա այդ մասով դաբրո։
Ալիևն էլ իր հերթին, այսպես կոչված հաղթանակի պարադի ժամանակ իր ելույթում հեգնանքով է նշել, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թե են խմելու։ Նա հավելել է, որ իրականում իրենց երազանքն իրապես իրականացել են, նրանց տանկերը ցուցադրվում են ռազմավարի այգում, իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում։ Découvrez notre tout nouveau scanner de diagnostic OBD2 professionnel. Cette tablette Ու ինչն ամենաուշագրավն է ամեն ինչից զատ, Էրդողանը ասում է, որ սա հաղթանակ էր ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, այլ ամբողջ թյուրքալեզու աշխարհի համար։ Այսինքն, կրկնում եմ, նախ ասում է գեոպոլիտիկ նշանակություններ Արցախի գրավումը եւ Հարավկովկասյան չէր միայն, ասիական եւ եվրոպական էր, եւ մյուս կողմից ասում է սա հաղթանակ է ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպեսզի դուք պատկերացնեք, հիմա մենք սովոր ենք նսեմացնել Արցախի արժեքը, անդադար այդ թունև իշխանականներն են դրա մասին պարբերաբար խոսում, ասում են, դե Արցախը վաղուց արդեն եղել է Ադրբեջանի կազմում, որ հենց Ռոբերտ Քոչարյանն ինք իր հերթին իր ինտերվյուների ժամանակին ասել դե ընդունել եւ Սերժ Սարգսյանն է իբրև ընդունել եւ Ռոբերտ Քոչարյանն է ընդունել։ Արդյոք մեզ պետք էր Արցախը եւ այլն եւ այլն։ Եթե Թուրքիայի պես երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի հրամանատարը ասում է, որ սա դարակազմիկ հաղթանակ էր ամբողջ թյուրքական աշխարհի համար եւ գեոպոլիտիկ նշանակություններ Եվրոպայի եւ Ասիայի շրջանակներում։ Դուք պատկերացնում եք Արցախի ինչ աշխարհակահաղական նշանակություն է ունեցել, եթե Թուրքիան է այդպես արտահայտվում։ Դրա համար երբ մենք նսեմացնում ենք Արցախի նկատմամբ մեր վերահսկողությունը, որ ունեցել ենք 2 տասնամյակից ավել համարյա 3 տասնամյակ, երբ մենք նսեմացնում ենք, ասում ենք աղերս չունենք այդ տարածքից կամ չպիտի ունենանք, մենք չենք ուզում խոստովանել, որ իրականում արդարացնում ենք մեր տանուլ տվածը, ոչ թե խոսում ենք իրականության մասին։ Էդ էլ հո ես չեմ ասում, պայմանական, որ Արցախը կարևոր էր։ Ասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ինքը ասում է, որ Լեռնային Ղարաբաղը աշխարհակահաղական նշանակություն է ունեցել։ Եվրասիական նշանակություն է ունեցել Արցախի գրավումը իրենց համար եւ հաջողություն ամբողջ Թուրքիայի, ամբողջ թյուրքական աշխարհի։ Էլ չեմ ասում, որ իր ելույթներից մեկում նաև Ալիևը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո քաղաքական դիվանագիտական ճնշումներ սկսեցին գործադրվել Ադրբեջանի վրա եւ ռազմական հաջողությունների հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական պրոգրեսիայով ավելացան եւ նույնիսկ վերածվեցին սպառնալիքների։ Այս ասում է կներեք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով այդ օրերին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բազմիցս զանգահարել է եւ սպառնացել է Ադրբեջանին։ Ֆրանսիայի նախագահը մեջբերում է ասել է, որ պետք է անհապաղ կանգ առնել, իբր եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը եւ անմիջապես պատասխան ստացավ Ադրբեջանի նախագահից, ով ընդգծել է, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել, բայց մեզ համար դա ոչինչ չի փոխի եւ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները, ասում է Բայրամովը խոսելով եւ բացահայտելով Ալիևի պատասխանը Մակրոնին։ Իդեպ, ինձ թվում է Հայաստանում բազմաթիվ մարդիկ արդեն գիտեն, որ պատերազմական ռազմական գործողությունների ժամանակ Ֆրանսիան իրապես զգալի ջանքեր փորձում ներդնել դադարեցնելու պատերազմը, բայց անգամ այս պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները բավարար համառություն չեն ցուցաբերել Ֆրանսիայից առաջարկվող օգնությունը, այդ նաև դիվանագիտական, քաղաքական եւ գուցե ինչ որտեղ ռազմական բավարար չափով ընդունելու համար։ Սա մենակ ես չեմ, մենակ ինձ չի, որ այս լուրերը հասնում են, բայց Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան, որոնք շատ լավ գիտեն, որ Ֆրանսիան այդ ժամանակ պատրաստ էր անել ավելին, քան արեց։ Ինչու, որովհետև Ֆրանսիայի համար էլ երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում իր ռազմական, քաղաքական կամ դիվանագիտական ներդրումը եւ ներկայություն ունենալու էր կարևոր նշանակություն արդեն այսօր տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Եվ ստացվեց Ֆրանսիան, որը կարող էր այդ նաև բալանսավորող դեր ու նշանակություն ունենալ Թուրքիայի արկայության պայմաններում, զրկվեց այդ հնարավորությունից, որովհետև Հայաստանի իշխանությունները դեռևս 2020 թվականի պատերազմի ժամանակ շատ կախված էին Ռուսաստանի իշխանություններից ու այո, սպասում էին, որ Ռուսաստանը ինչ-որ դաբրո պիտի տա այլ երկրների հետ համագործակցությունը խորացնելու մասով, որ իրենք իրավունք ստանան խորացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Հիմա իհարկե շատերը կասեն, որ գիտես, հետահայացք քննարկել ես ամենը շատ հեշտ է, բայց ես էլ կասեմ, հեռատեսություն էր պետք։ Վախկոտություն պետք չէր, հեռատեսություն էր պետք, սառնասրտություն էր պետք։ Իսկ մենք միայն 2020 թվականի նոյեմբերի առաջին օրերին սկսեցինք ուշքի գալ, երբ
սթափեցնող հարվածներ հասցվեցին Արցախի տարբեր ուղղություններին եւ իրավիճակ էր ստեղծվել, երբ ադրբեջանցիները արդեն եկել հասել էին Սյունիքի սահմանին եւ պետք էր ինչ-որ լուծում գտնել։ Այդ միայն հետո Ռուսաստանի Դաշնությունը պիտի կորցներ 2022 թվականին Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքներով իր զգալի կարողությունները հարավային Կովկասում, որովհետև չէր կարող միաժամանակ մի քանի ճակատով աշխարհակահաղական գործընթացներ իրականացնել, հա։ Բայց եթե մենք 2029-ին ինչ-որ կերպ փորձենք ներգրավվել այլ կենտրոններ, ինչպես Փաշինյանն է հիմա ասում, հա, դիվերսիֆիկացնել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն իրականացնել։ Գուցե Ֆրանսիան այդ ժամանակ դառնան բալանսավորող ուղղությունը, որով մենք հնարավորություն կունենայինք այսպիսի ծայրահեղ իրավիճակի չհասնել։ Այսինքն Ֆրանսիան ինչպես բացահայտում է Բայրամը, պատրաստ է եղել անգամ Ադրբեջանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով օգտակար լինել Հայաստանին այոյի սեփական շահիդ ելնելով։ Այսինքն մենք ունեցել ենք տարբեր հնարավորություններ, մենք ունեցել ենք տարբերակներ անգամ մինչև պատերազմը խնդիրները լուծելու, բայց ինքը Փաշինյանն է խոստովանում, որ ինքը չէր կարող դեմ գնալ հանրային տրամադրություններին, ինքը պարականներն են ազնվոր են դրա մասին խոսում, որ իրենք խոշոր հաշվով հանրային տրամադրություններին դեմ չէին գնալու, ասեին Արցախի 5 շրջանները պիտի հանձնենք, որ իրավիճակը կարողանանք լուծել առանց պատերազմի։ Հիմա հանգել ենք այս քաոսին ներքաղաքական։ Սա ներքաղաքական քաոս է։ Հայաստանի գործող եւ նախկին ղեկավարները մեզ դարձրել են կրկեսի առարկա։ Ոչ թե մենք ենք ծաղրում, իրենք են ծաղրում մեզ։ Մեր բանականությունն են ծաղրում այս մարդիկ։ Mon fils vient d'avoir son permis de conduire et j'étais même pas surprise parce qu'avec Ornicar, j'étais hyper rassurée par la qualité des moniteurs. J'ai même pu le rencontrer dès la première leçon. Il a fait son heure d'évaluation, il lui a réalisé un programme spécifique pour lui. À la moindre question, je savais que je pouvais compter sur le service client. Et je suis pas la seule à être de cet avis puisqu'on est 1 500 000 par an à être accompagnés par Ornicar. C'est l'heure du repas pour Emma. Elle peut manger, boire de l'eau et même aller sur le pot. Maintenant, à la douche. Fais de beaux rêves, Emma. Tourne la sucette pour que ses yeux se ferment. Ton poupon Emma par Babyborn. Բանականությունն են ծաղրում եւ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարողանում իրեն զսպել, իր իմպուլսիվությունը ոչ մի կերպ չի կարողանում զսպել, որ ծայրահեղ հայտարարությունների չհասնի։ Նիկոլ Փաշինյանը եւ չի ուզում, որ իրեն համեմատեն, եւ ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների միշտ պատասխանի։ Տեսեք, այս բոլոր ստատուսները գրել է չէինք Facebook-ում։ Սերժ Սարգսյանը բանի տեղ չի դնելու այդ ստատուսներին։ Ոչ թե որովհետեւ Սերժ Սարգսյանը ինչ-որ դարակազմիկ մեկն է, այլ չի դնելու բանի տեղ Նիկոլ Փաշինյանի գրածներին։ Ինքը իր ասելիքը իր 6 ժամանոց ոդկասթում ասեց ու գնաց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը անդադար փորձում է բանավեճի կանչել նախկին ղեկավարներին, անընդմեջ փորձ է կատարում խցկվել այդ նախկին երեքի մեջ, ցույց տալ, որ ինքն էլ այդ նշանակը մոտս տպավորությունը, որ մոտը կոմպլեքս կա Նիկոլ Փաշինյանի հասնել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն այսպիսի տպավորություն է ստեղծվում։ Պարոն Փաշինյան, արդյոք այդպես է։ Հիմա դուք չեք ուզում իջնել հասնել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մակարդակին, թե ուզում եք բարձրանալ եւ հասնել Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մակարդակին։ Դրա համար եք անդադար բարբերաբար նրանց բանավեճի կանչ։ Երկու տարբերակ կա, կամ պիտի իջնեք, կամ պիտի բարձրանաք, որոշողը դուք եք։ Հիմա իջնելու եք, թե բարձրանալու եք։ Ամեն դեպքում հաշվի առնելով եւ սպանության մասին լուրերը, եւ սպանության մասին հայտարարությունները, հստակ է դառնում, որ այո, գեոպոլիտիկ կենտրոնները հայկական կողմին ազդակներ տվել են, որ Ժողովուրդ ջան, կամ դուք այս հարցը լուծում եք, կամ այս հարցը լուծվելու է ձեզ տհաճ ճանապարհով։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարել ճանապարհով լուծելու հարցը, իրեն ասել են քեզ կսպանենք, ով կսպանի, նորից եմ ասում, ըստ Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությանը, ով կսպանի իրերևս սպառ չի։ Ներքին ակտորները, արտաքին ակտորները, թե արտաքին ակտորները ներքին ակտորների միջոցով։ Մի բան էլ պիտի հստակ հասկանանք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման պարագայում էլ Մինսկի համանախագահ 3 երկրները միշտ չէ որ ունեցել են ընդհանուր պատկերացումներ, թեպետ պարբերաբար ընդհանուր փաթեթներ են տվել, հա, ընդհանուր կոնսենսուս ունեցող փաթեթներ են տվել։ Այդ հայտնի Լավրովյան պլանը, որ կա, այդ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած պլանն էր, որը Ադրբեջանը կրկին մերժել է այնքան, մինչև բերել հասրել է աշխարհակահաղական կատարյալ իրավիճակի ու կարողացել է պատերազմ սկսել, հա, ամենակարևոր ակտորը Ամերիկայի Միացյալ Նահանգները այն ժամանակ նախընտրական թոհուբոհի մեջ էր, Թրամփը լքում էր իր պաշտոնը եւ դեմոկրատներն էին հաղթում, հա։
Հիմա ես այդ հարցը ամեն դեպքում խնդրում եմ բաց չթողնեք, արդյոք Փաշինյանը կյանքի գնով պիտի լուծեր Արցախյան հարցը, որ պատերազմ չլիներ, այս պահին արդեն հարցին պատասխանել է շուրջ 500 օկտատեր, այո, պիտի լուծեր անգամ այդ գնով պատասխանել է հարցվածների 48%-ը մեծամասնությունը, ոչ չպիտի կյանքի գնով լուծեր հարցը, պատասխանել է հարցվածների 15%-ը, կարող էր առանց գին վճարելու լուծել, պատասխանել է հարցվածների 24%-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 14%-ը։ Խնդրում եմ, հարյուրավոր մարդիկ են եթերը նայում, պարտադիր դուք էլ քվեարկեք, որ ձեր դիրքորոշումը եւս պարզ դառնա, on-line chat-ի հատվածում է դրված։ Ու այս թոհուբոհի մեջ գալիս ենք հանգում եմ մեկ այլ բանի։ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպան Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո գալիս է մեզ ուրախացնելու, թվում է թե ուրախացնելու, Երանի թե ուրախացնելու։ Ասում է Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Երբ մտնում եմ այդ ստատուսի տակ, կարդում եմ թե ինչ են գրում մարդիկ եւ ինչպես են ողջունում, ծափահարում, որ Արցվաշենը պիտի վերադարձվի, գուցե այդ մարդիկ անգամ չեն էլ մտածում, որ իրականում Նիկոլ Փաշինյանը կրկին կես ճշմարտությունն է ասում։ Եթե մենք վերադարձնենք Արցվաշենը, պիտի քյարքին էլ տանք այն մնացած անկլավներով կամ էքսկլավներով, ինչպես ցանկանաք նայած, որ կողմից ենք նայում։ Արցվաշենը ինքնին գույրաղիք է ընկերներ։ Հայաստանի պատմական հող Արցվաշեն։ Արցվաշենը ոչ միտեղ տանող փակուղի է։ Մինչդեռ մեր երկրում գտնվող այսպես կոչված ադրբեջանական անկլավները, էքսկլավները կրկին ինչպես կցանկանաք նայած, որ կողմից նայել, սրանք արդեն ռազմավարական նշանակություն ունեցող հողեր են, որոնցով ասում են Հայաստանի միջպետական ճանապարհները։ Ինչպես Հայաստանից Իրան, այնպես էլ Հայաստանից Վրաստան։ Արցվաշենը որևէ դեպքում անհնար է համեմատել այն տարածքների հետ, որոնք ըստ քարտեզների սովետական հիմար քարտեզների պատկանում են Ադրբեջանին։ Այսինքն, այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանը ինքնին հայտարարում է, որ այս խնդիրը լուծված չէ հոգուտ մեզ։ Իսկ ինքը ժամանակին խոսում էր դրա մասին, որ մենք Արցվաշենը կարող ենք թողնել իրենց, իսկ այն անկլավները կամ էքսկլավները, որոնք կան Հայաստանի տարածքում, մնան Հայաստանին։ Բայց իր համար Եվը հասկանում է, որ Արցվաշենը չունի այն գինի, ինչ ունեն Հայաստանում գտնվող այսպես կոչված ադրբեջանական տարածքները։ Եվ արդեն ոչ երկիմաստ, այո, հայտարարում են Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ, որ բանը հասել է նրան, որ մենք անկլավների հարցն էլ պիտի քննարկման առարկա դարձնենք։ Թե դες թվում է մոռացել ենք դրա մասին, ասում են ադրբեջանցիները։ Բայց հենց այս զիջմանը գնալու ճանապարհին փառապան հաղթանակ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը Արցվաշենի հարց։ Ասում մենք Արցվաշենն ենք վերադարձնելու։ Վերադարձնելու ես ինչ արեց Արցվաշենը։ Մի խելոք մարդ հարցնի։ Ինչ ենք անելու Արցվաշենի հետ։ Արցվաշենի համար միջանցք ենք խնդրելու, որ ադրբեջանցիները տան այնտեղ դպրոցներ, ճանապարհներ են կառուցելու, ով է գնալու Արցվաշենում բոլոր կողմերից շրջապատված ադրբեջանական հողերով եւ բնակավայրերով գնալու ապրի։ Հասկանում ենք մենք այս կես ճշմարտությունները, որ մեզ անդադար կերակրում են եւ հրանցնում են, հա։ Որովհետև մեկը հասկանում է, որ դրանք անհամեմատելի են։ Դա սնունդ է այն մարդկանց համար, ովքեր ոչ քարտեզ կարդալ գիտեն, ոչ պատմություն գիտեն, ոչ էլ ցանկանում են իրողությունների մասին ստապ գնահատականներ տալ։ Tout le monde constate. Հիմա ես վստահ եմ, ինչպես եկավ խաղաղությունը, ապա շրջափակումը կվերադարձվի նաև Արցվաշենի վերադարձը որոշակի շրջանակների կողմից բուրըն ծափահարություններով կդիմավորեն, բայց ոչ մեկ չի գնա, այդ հողը կմնա ամայի, կհամարվի Հայաստանի Հանրապետության տարածք, բայց նորմալ մուտք էլ չի ունենա, ու հիշեք մի բան, երբ խոսում են ադրբեջանցիները իրենց այսպես կոչված անկլավների մասին Հայաստանի տարածքում, այդ սերվիտուտի անտեր մնացած օրենքը նաև միջազգային օրենքում է աշխատում, հա, դու նաև մուտք պիտի տաս, եթե ինչ-որ տարածք այլ երկրի տարածքում է գտնվում, հա, իրենք միջազգային իրավունքով գնա սերվիտուտ կուզեն, ասեն ոչ միայն այդ հողերը պիտի մերը ճանաչվեն վերջնականապես, այլև ճանապարհ պիտի տաս, որ մենք այդ քյարքի մարքիներին մուտք ունենանք։ Իսկ այդ ճանապարհը տալու համար դու պիտի կտրես հայկական հողը, ճանապարհ բացես, որ ինքը միջանցք ունենա այդ քյարքի մարքի մտնելու համար։ Ցավալին այս ամբողջ պատմության մեջ այն է, որ եթե քյարքի մարքիների մասին ենք խոսում, Տիգրանաշենի հայերենով նորմալ, եթե Տիգրանաշենի մասին ենք խոսում, իրենք փաստացի արդեն մուտք են գործում Հայաստանի տարածք, իսկ իրենց հեռահար գնացող նպատակները բոլորդ էլ գիտեք, ադրբեջանցիների այսպես կոչված հետ վերադարձ Հայաստանի տարածք բնակության համար։ Եթե առաջինը լինելու են անկլավները խոշոր հաշվով ադրբեջանցիներն ինչ որ կերպ հայտնվելու են հայկական մարմնի մեջ, հայկական պետության մարմնի մեջ, դրանից հետո արդեն ավելի հեշտ է լինելու ընկալել ադրբեջանցիների հետ վերադարձը Սևանի արևելյան ափերին գտնվող տարբեր բնակավայրեր, որտեղ որոշակի բնակչություն է եղել թուրքալեզու։ Դրա համար
խնդրում եմ ձեզ բոլորի նախ եւ առաջ սթափ գնահատել իրավիճակը, շատ սթափ գնահատել իրավիճակը։ Մենք ցավալիորեն առանձին աշխարհակահաղական նշանակություն ունեցող պետություն չենք, մեզ դիտարկում են մեկ ամբողջության մեջ Հարավային Կովկասում, սա առաջինը է։ Եվ երկրորդը պիտի հաշվի առնենք, որ այս ամբողջ կոնտեքստում Հարավային Կովկասը միջոց է կենտրոնական Ասիա հասնելու համար, ուրիշ ոչինչ։ Կենտրոնական Ասիանային գանձը, որին եւ եվրոպացիները եւ ամերիկացիները փորձ են կատարում հասնել եւ որը Ռուսաստանը ամեն կերպ պիտի պահի որ չտա եվրոպացիներին, ամերիկացիներին եւ որի համար էլ խոշոր հաշվով Չինաստանը արևելքից կռիվ է տալիս եւ աղագին ներդրումներ է արել, որ չպլստան։ Այ դա է դառնում ժամանակակից գեոպոլիտիկ աշխարհի կենտրոնը, որտեղ այնքան ռեսուրս ինչքան կուտակված է կենտրոնասիական երկրներում, որևէ այլ տարածաշրջանում գուցե անհնար կլինի գտնել եւ օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների եւ վերջո էներգակիրների նավթ եւ գազի մասով։ Մենք ճանապարհ ենք դեպի այդ կենտրոնական Ասիա, բայց ոչ վերջնական նպատակ, այսինքն մենք միջոց ենք, ոչ թե նպատակ այս դեպքում։ Դու նպատակի համար ես կռիվ տալիս, իսկ միջոցը կարող է փոփոխվել ըստ անհրաժեշտության։ Եվ Սպիտակ տանը Թրամփի կողմից ընդունված այո այդ կենտրոնասիական երկրների 5 երկրների, որոնցից մեծ մասը իհարկե թուրքալեզու, այդ 5 երկրների ընդունելությունը այդ նաև ամրացնում է Թուրքիայի աշխարհակահաղական նշանակությունն ու դիրքը, որովհետև Թուրքիան էլ իդեմս Էրդողանի իրեն ներկայացնում իբրև այդ թուրքալեզու աշխարհի, այսպես ասենք, լիդեր առաջնորդ, որի հետ է պետք բանակցել ինչ կարևոր հարցեր կենտրոնական Ասիայի հետ լուծելու համար։ Եվ քանի դեռ մեզ շեղում են այս ներքին քաղաքական տարաբնույթ հարցերի շուրջ, կրկնում եմ, մենք մոտակա 2 օրերին բազմաթիվ զարգացումներ ենք տեսնելու։ Բազմաթիվ զարգացումներ, բազմաթիվ հայտարարություններ, բազմաթիվ զարգացումներ։ Եվ անդադար կենտրոնացնելու ենք մեր ուշադրությունը այո հենց դրա վրա։ Մեզ ստիպելու են, որ մենք միջանձնային հարաբերություններով տարվենք, մինչդեռ մեր շուրջ բոլորը տեղի ունեն գործընթացների դեպ ցորենի Հայաստան գալն է դարակազմիկ, այ տեսեք, մենք ֆանտաստիկ ցորենը բերեցինք Ադրբեջանի տարածքով Վրաստանով Հայաստան, իդեպ նաև ղազախական ցորենն է եկել։ Վերջնարդյունքում մենք միևնույն է Վրաստանի տարածքից ենք ստացել ցորենը։ Էական նշանակություն չունի ադրբեջանցիները թույլ են տվել իրենց երկաթգծով այդ ցորենը գա թե ոչ։ Եթե դա հատեր հայ-ադրբեջանական սահմանը, ես կհամարայի, որ ապա շրջափակումը արդեն իրողություն է։ Բայց այդ երկաթգիծը մտել է, այդ վագոնները մտել են Վրաստան, Վրաստանից նոր եկել են Հայաստան։ Հետո ես պիտի ցնծամ եւ ուրախանամ, որ մենք հացահատկի բավարար պաշարներ չունենք, որ ուրիշներից պիտի այդ հացահատիկը ստանանք։ Ես պիտի ուրախանամ, որ գյուղատնտեսական ոլորտը Հայաստանում այնպեսի անկում է ապրել, որ մենք բավարար տարածություններ չունենք, որոնց վրա ցորեն կարող ենք աճեցնել եւ կարող ենք այն պայմաններում, երբ մենք 80% ջրի կորուստ ենք ունենում տարեկան ջրային զգալի ռեսուրսներ ունեցող երկիր լինելով։ Ինչի վրա պիտի ես ուրախանամ, որ մենք կախված ենք լինելու ռուսական կամ ղազախական ցորենից, որն էլ իր հերթին ճանապարհի լոգիստիկայի տեսանկյունից կախված է լինելու ադրբեջանական տարածքից եւ ադրբեջանական երկաթգծից, հետո նաեւ վրացական երկաթգծից։ Սա է իրական ապաշրջափակումը։ Չգիտեմ։ Այսինքն կա երկու տարբերակ, կամ իրողություններ իրական ապաշրջափակում եւ խաղաղություն հողի վրա, կամ իմիտացիա, որին մեզ փորձում են սովորեցնել եւ վաճառել մեր վրա իբրև իրականություն։